Տեղյակ եք, որ նոր քաղաքական ուժեր են ձևավորվել, որոնց կենտրոնում նաև Հայաքվենը, որը ոչ նախկին է, ոչ ներկա, ինչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ։ Այո, տեղյակ եմ, հետևում եմ քաղաքական դաշտին եւ ինքս հակված եմ ազգային ուժերից մեկին ձեն տալ եւ Հայաքվեն երևի հիմնական հավակնորդներից մեկն է, որ ես ձայնս կտամ իրենց։ Տեսնենք, ավելի լավ թող դուրս գան քաղաքականություն, թող մենք էլ իմանանք նոր քաղաքական ուժեր կա, որ իմանանք ու ընտրենք ընտրություններին։ Իմ կարծիքով, եթե ընդդիմություն է կազմվում, իսկ այդ ընդդիմությունը գործում է նոր մտքով, այսինքն ընտրության տեղիք է տալիս, որ այլընտրանքային հնարավորություն լինի, ամեն դեպքում լավ է, որ քաղաքական դաշտը համալրվում է նեյտրալ ուժերով, որոնք չեն հավակնում ինչ-որ ուրիշ իշխանական խմբերի։ Ուրեմն ես մի ուժ պետք է լինի, որ նախկիններին մերժեն, ներկաներին էլ չընդունեն։ Չեմ հավատում Առավջանիդ։ Բավական դրական եմ տրամադրված, որովհետև Հայաքվեի խոսքի շարժման հիմքում դրված է հայրենասիրությունը, բարոյականությունը, ազգային արժեքների եւ ինչպես նաեւ պետական արժեքների պահպանումը, ամրապնդումը եւ ինչպես նաեւ շատ կարեւոր է նշել, որ Հայաքվեն կարևորում է եւ խոսում է ոչ թե արտասանելով Ղարաբաղ, այլ Արցախ։ Եթե դուք մտածում եք, որ հնարավոր է որ տենց լրիվ նոր ուժ, Աստված տա լինի տենց բան։ Կարծում եմ, որ որպես նոր ուժ, որպես թարմություն ու որոշ չափով նաեւ իմանալով իրենց կետերի մասին, հա, թե ինչին են ձգտում, կարծում եմ մեր Հայաստանին այդ կուսակցությունը ամեն դեպքում օգուտ կբերի, քանի որ ինձ հենց դուր եկող բաներից մեկը այն է, որ մեր երիտասարդների համար հնարավոր կլինի հուհերը դարձնել ավելի հասանելի, ինչքան գիտեմ, ու նաև թոշակառուներին եւ երեխաների համար էլ տրանսպորտը պետքա լինի, եթե չեմ սխալվում, անվճար։ Մենակ այս ամեն ինչը, ինչքան որ ես գիտեմ, դա իհարկե միայն դրական է։